Նախկին սաքսոֆոնահար, այժմ կիտարահար Դեյվիդ Բրաունի մուտքը իր խմբի անդամների հետ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմ սկզբնական շրջանում ջերմեռանդության չարժանացավ, քանի որ գյումրեցի հանդիսականին անծանոթ էր խումբն ու նրա երգացանկը, սակայն մի քանի կատարում հետո դահլիճում գտնվող ակտիվ երիտասարդները միացան Բրազավիլ խմբի ռիթմին։ Sometimes the lonely days turn into the lonely days. Yes. Well, Brazzaville is originally from. Ես արդեն 8 տարի է ապրում եմ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Մեզ խորհուրդ են տվել Գյումրիում հանդես գալ համերգային ծրագրով որպես Հայաստանի մշակութային քաղաք։ Ես գիտեմ, որ շատ տաղանդավոր ու հայտնի երաժիշտներ հենց գյումրեցիներ են։ Իսպանացիներն ու հայերը շատ նման են իրենց տաքայրուն բնավորությամբ։ Հուսում եմ, որ այստեղ էլ մեզ կհասկանան ու կընդունեն։ Բրազավիլի համերգը կայացավ, խմբի անդամները աշխարհի տարբեր երկրներից են, բայց այն ձևավորվել է Լոս Անջելեսում 1998 թվականին։ Երգացանկը հիմնականում խմբի ղեկավար Դեյվիդ Բրաունի ստեղծագործություններից է։ Խումբը թողարկել է 9 ալբոմ, որոնք մեծ հնչեղություն են ստացել։ Զբաղեցնելով ռուսական հիթ-շքերթների ամենապատվավոր հորիզոնականները, երգացանկում տեղադրվել է նաև կինոխմբի Արև անունով աստղ երգի անգլերեն տարբերակը։ Դահլիճում էլ ավելի բուռ ներծափահարությունները եւ վերը նշված երգի ռիթմի տակ բեմ բարձրացավ Հնգամյա Մարի, ով առանց կաշկանդվելու մինչև վերջ կատարում էր նույն շարժումները։ Ծանոթ երգեր կային, ավելի ճիշտ երգ, կինոխմբի, ուրեմն Զվիզդա պայմինի սոնցը այդ երգը, որը հիմնականում մենք գիտենք Վիկտոր Ցոյի կատարմամբ։ Այնքան հոգի հարազատ էր, որ ամեն ինչ թվաց շատ ծանոթ։ Կուզենայի երգեմ մեկ անգամ եւս ըմբոշխնեի, բայց ցավոք չստացվեց։ I play music because Ես նվագում եմ, որովհետև հաճույք եմ ստանում, դա իմ ապրուստի միջոցն է I նաև։ love it. It gives me a lot of joy. Բրազավիլ խմբի երգերը շատ եվրոպացի քննադատների կողմից հավանության է արժանացել։ Դա էլ կերպ չէր կարող, նշեց խմբի ղեկավար Դեյվիդ Բրաունը, քանի որ աշխարհի տարբեր երկրներում ներկայացրել ենք մեր առանձնահատուկ ոճը։ Այս երաժշտությունը ավելի այսպես ծովափնյա տրամադրություն ստեղծող երաժշտություն էր, անհոգ, այսպես չես մտածում ինչ որ շատ խնդիրների մասին։ Ինդի պոփ ոճը ինքը հետաքրքիր կուլտուրա է, ապրելու կերպ է, հոգեվիճակ։ Այս երաժշտության տակ ոնց որ ուզենաս ուղեղդ անջատել, ոչ մի բանի մասին չմտածել, ուղղակի վայելել երաժշտությունը, իսկ խմբի սաքսոֆոնիստը ուղղակի յուրահատուկ էր։ Նելի Քալաշյան, Գուրգեն Գինոսյան, Գալանյուզ։